Ինչ է տեղի ունենում այն ժամանակ, երբ ամուսնացող զույգը գնում է եկեղեցի Սուրբ Պսակի խորհրդի նպատակով։ Մենք, քրիստոնյաներս, ամուսնանալու ժամանակ գնում ենք եկեղեցի։ Սա պարզապես ավանդույթ կամ սովորություն չէ, այլ տվյալ զույգի համար ամենակարևոր բանն է։ Սուրբ Պսակի խորհուրդը Աստված հաստատել է հենց դրախտում, Ադամի և Եվայի միջև, երբ օրհնեց նրանց և ասաց. «Աճեցեք և բազմացեք»։ Թագերը, որ դրվում են նորապսակների գլխին, խորհրդանշում են աստվածատուր շնորհները։ Միևնույն բաժակից գինի խմելը խորհրդանշում է այն, որ զույգը պարտավորվում է կյանքի թե քաղցրությունները, թե դառնությունները միասին կրել։ Մատանիները խորհրդանշում են զույգի անխախտելի միությունը, իսկ վառվող մոմերը հոգևոր ուրախությունը և սուրբ հրեշտակների ներկայությունը։ Այս խորհրդի ժամանակ Աստված անտեսանելի կերպով տղամարդուն և կնոջը դարձնում է մեկ մարմին և օրհնում է նրանց միությունը։ Զույգը այդ ժամանակ Տիրոջ առջև տալիս են տեր և հնազանդ լինելու խոստումը։ Սա ոչ թե Տիրոջ և ստրուկի իմաստն է կրում, այլ միմյանց սպասավորելով, հնազանդվելով, սիրելով և օգնելով դեպի երկնքի առկայություն քայլելը, իրենց զավակներով հանդերձ։ Աստվածաշունչը ամուսնացած զույգերին տալիս է հստակ պատվիրան։ Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես էլ կանայք ամեն ինչում թող հնազանդվեն իրենց ամուսիններին։ Ամուսիններ, սիրեք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար։ Եկեք Սուրբ Պսակի խորհրդին վերաբերվենք ավելի լուրջ, քան հարսանյաց սրահին, շքեղ զգեստներին կամ էլ մեքենաներին։ Իսկ ովքեր ամուսնացած են, բայց ոչ եկեղեցով, նրանց անհրաժեշտ է գնալ եկեղեցի նախ ապաշխարելու նպատակով, իսկ այնուհետև ընդունելու Սուրբ Պսակի խորհուրդը ըստ կարգի։